Բարև ձեզ, բարի գալուստ, update լրատվական։ Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսից։ Ընտրություններում ընտրակաշարք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի։ Սա երկրի և ժողովրդավարության անվտանգության հարցն է։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիր մարմնի անդամների հետ քննարկեցինք առաջիկա ծրագրերն ու քայլերը, գրել է վարչապետը։ Հայաստանում ընդհանրապես կան հանցագործությունների տեսակներ, որոնց նկատմամբ ինչ-որ տենց հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ է ձևավորված, մի ուղղությունը ընտանեկան բռնությունների հետ կապված ուղղությունն է, մյուս ուղղությունը ընտրակաշառքների հետ կապված ուղղությունն է, որովհետև ընտրություններն անցնում են, արդեն ասում ենք, դե լավ, դե անցավ ընտրությունները, հետևաբար ընտրակաշառք տվողները եւ ստացողները կարող են գնալ իրենց գործերին։ Ես կարծում եմ, որ այս պրակտիկան պետք է արմատապես փոխվի։ Այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։ Եթե սրա համար անհրաժեշտ են իրականացնել օրենսդրական ինստիտուցիոնալ փոփոխություններ, այդ փոփոխությունները անհրաժեշտ է հիմա անհապաղ ձևով անել, բայց ես չեմ կարծում, թե դրա համար պետք է փոփոխություններ։ Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, ովքեր ընտրակաշառք վերցնելու կամ տալու մեջ բռնվել են, մինչև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփման առնվազն օրը պետք է լինեն բանտում։ Սա երկրի անվտանգության եւ ժողովրդավարության անվտանգության հարց է, եւ պետք չի հետո խղճահարության տեսարաններ սարքել։ Խղճահարության տեսարանները վաղուց սարքված են եւ եթե մենք հոգատարության խնդիր ունենք, առաջին հերթին մեր պետությունը պետք է լինի մեր հոգատարության առարկա, մեր ժողովուրդը եւ նրա ազատ կամքը եւ նրա ազատ կամքի արտահայտման հնարավորությունը։ Տարբեր երկրների նախագահներ եւ պետական մարմնի այլ ներկայացուցիչներ շարունակում են շնորհավորել Հայաստանի ժողովրդին եւ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Կանադայի վարչապետ Մարկ Քերնին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելու եւ մեր երկու ժողովուրդների համար բարգավաճում ստեղծելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելուն, նշել է Կանադայի վարչապետը։ Իսկ Խորվաթիայի վարչապետը իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է. Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին եւ Եվրոմիության հետ նրա խորացող գործընկերությանը, որը հիմնված է ժողովրդավարության, կայունության եւ բարգավաճման նկատմամբ մեր համատեղ հանձնառության վրա։ Իրանի արտաքին գործերի նախագահ Աբբաս Արաղչին եւս շնորհավորել է վարչապետ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առիթով։ Համապատասխան գրառումը Իրանի արտաքին գործերի նախարարը արել է հայերենով X-ի իր միկրոբլոգում։ Ուրախ ենք, որ ստեղծվել են լավ հարաբերություններ շարունակելու Իրան-Հայաստան հարաբերություններում ձևավորվող դրական ու դինամիկ ընթացքի ամրապնդմանը միտված կառուցողական համագործակցությունը, գրել է Արաղչին, հավելելով, որ Իրանն իր հարևաններին առաջնահերթություն է տալիս։ Շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռումինիայի նախագահ Նիկոշորդանը, շնորհավորելով վարչապետ Փաշինյանին։ Շնորհավորում եմ վարչապետ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ռումինիան եւ Հայաստանը կապված են երկարամյա բարեկամությամբ եւ ես անհամբեր սպասում եմ մեր գործընկերության հետագա ամրապնդմանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից։ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը, հայտնեցին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Ավելի վաղ հրապարակված տեղեկատվության համաձայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր հունիսի 9-ին Զվարթնոց օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։ Ավելի ուշ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այցեր ուներ խիստ անձնական եւ ընտանեկան նպատակներով։ Նա մասնավորապես նշել է. «Սա է ամբողջ պատմությունը, երբ օդանավակայանում անձնագրային անցագիր
փորձագետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն, Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ եւ եթե դա պետք է լինի այլ մեկնաբանության տեղիք, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից եւ վերադառնում է տուն։ Ես հասկանում եմ, որ իշխանական ԶԼՄ-ները այսօրվա Հայաստանում ամեն բան գրելու ինդուլգենցիա ունեն, բայց կան բաներ, որ իսկապես անթույլատրելի են, գրել է Տոնոյանը։ Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել անդրադառնալով Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Բոլոր քաղաքական դերակատարներին կոչ անելով հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը եւ ցանկացած ընտրական բողոք հասցեագրելու համար օգտվել իրավական մեխանիզմներից։ Տարածված հայտարարության մեջ Եվրոպական միությունը մասնավորապես շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ եւ բարձր է գնահատել քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակը։ Հաղորդվում է, որ Եվրամիությունը ի գիտություն է ընդունում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտարարված նախնական արդյունքները, որոնք մատնանշում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության հստակ առաջատարությունը։ Հայաստան դաշինքը բողոքներ է ներկայացրել Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մի քանի ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ իրականացնելու պահանջով։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Այս պահին հանրապետության տարբեր տեղամասերում տեղի է ունենում հաշվարկ, այսինքն մի շարք տեղամասեր մենք բողոքարկել ենք, որպեսզի տեղի ունենա վերահաշվարկ եւ բացի մեզանից տարբեր ընդդիմադիր քաղաքական միավորներ եւս այդ պահանջով դիմել են առաջիկա օրերին մինչեւ շաբաթվա վերջ հանրապետության մի շարք տեղամասերում տեղի ունենալու այդ վերահաշվարկ։ Ակնհայտ է, որ կան տեղամասերում արձանագրված արձանագրությունների եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալների մեջ անհամապատասխանություն։ Այսինքն մենք տեղամասից ունենք ստորագրված կնքված արձանագրություն, որտեղ արտացոլված են այլ տվյալներ, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովում այլ տվյալներ։ Պատրաստվում ենք դիմել սահմանադրական դատարան, վիճարկելու ընտրության արդյունքները, սրա համար թիմը աշխատում է, ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ, ոչ արդար պայմաններում, դրա համար կան բազմաթիվ փաստեր, փաթեթը պատրաստվում է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքները վերջնական հայտարարելուց հետո նաեւ գնալու ենք այդ ճանապարհով։ Ակնհայտ հասկանալով ովքեր են նստած սահմանադրական դատարանում, ակնհայտ հասկանալով նրանց կաշկանդվածությունը եւ ըստ էության իշխանության կցորդ լինելու հանգամանքը, բայց այս ամեն ինչով հանդերձ ծանրակշիռ փաստերով մենք մտնելու ենք սահմանադրական դատարան արդյունքները հրապարակելուց այս վերջնահաշվարկը ավարտելուց հետո։ Եվ շարունակելով ընտրական թեման, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները։ Հրապարակվել են բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում քվեարկության արդյունքների արձանագրությունները։ Նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում 3 քաղաքական ուժ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 49,825%-ով, որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա եւ կձևավորի կառավարություն, ինչպես նաեւ ուժեղ Հայաստան դաշինքը 23,281% եւ Հայաստան դաշինքը 9,934%։ Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցնողի շեմը 4%-ին շատ մոտ է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 3,996%-ով։ Նշենք նաև, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկ կկատարի 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 86 ընտրատեղամասերում։ Եվ շարունակելով թեման, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանի կարծիքով հունիսի 7-ին արձանագրվել են արդար, ազատ եւ թափանցիկ խորհրդարանական ընտրություններ։
Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը, անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքին եւ արդյունքներին։ Մկրտչյանն ընդգծեց, որ ներքին գործերի նախարարությունում եւ մասնավորապես ոստիկանությունում ձևավորվել են շտաբեր, պատշաճ հասարակական կարգ ու կանոն է ապահովվել բոլոր ընտրատեղամասերում։ Մենք ամսի 7-ին արձանագրել ենք արդար, ազատ եւ թափանցիկ ընտրություններ, իհարկե նաեւ մշտադիտարկում է իրականացվել իրավախախտումներ հայտնաբերելու տեսանկյունից, արձանագրել ենք մի շարք դեպքեր, դրանց մի մասը ստուգման փուլում են եւ ձեր կողմից նշված հնարավոր ծեծի, խուլիգանության, այսպես ասած դեպքերը արձանագրվել են եւ հաղորդումներ են ներկայացվել նախաքննության մարմին։ Ես այս պահին այդպիսի որակումներ չէի տա, որ դրանք քաղաքական են կամ քաղաքական չեն, բայց բոլոր ընտրատեղամասերում եւ ընտրության հետ կապված դեպքերը արձանագրվել են։ Մի մասը ուղարկվել է քննչական կոմիտե, ինչի մասին մենք պարբերաբար 3 ժամյա պարբերականությամբ հայտարարել ենք։ Եվ մի մասն էլ ստուգվում է, որոնք կամ հերքվեն, կամ կհերքվեն, կամ նույնպես կներկայացվեն քննչական մարմին։ Ես չեմ կարող այս պահի նշել քանի գործ է հարուցվել, ես կարող եմ նշել, որ շուրջ 100, եթե չեմ սխալվում, այս պահի դրությամբ մեր կողմից ներկայացվել է քննչական կոմիտե։ Հնարավոր է այլ աղբյուրներից քննչական կոմիտեն եւս ստացած լինի հաղորդումներ եւ արդեն հարուցված ուրեմն բարույթների թիվը կարող եք հստակ ճշգրտել քննչական կոմիտե։ Տեսեք, նախ կարծում եմ, որ ընտրական գործընթացները գերթափանցիկ են տեղի ունեցել եւ ընտրական process-ների եւ հնարավոր իրավախախտումների, այսպես մշտադիտարկման տեսանկյունից ես բոլոր կարողա դեպքերը հիմա չեմ հիշում, բայց մշտադիտարկման արդյունքներով առնվազն ձեր նշածից մի քանիսը ես ինքս հիշում եմ, որոնք արձանագրվել եւ ներկայացվել են քննչական կոմիտե։ Ներկայացվել են, բոլորով ներկայացվել են, ես ուղղակի թվարկված դեպքերը տենց ամբողջությամբ չնույնացրեցի, բայց բոլորը ներկայացված են եւ համապատասխանաբար քննություն է լինել։ Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները եւ նրանց ընտրատասովշիկները։ Առաջիկա 5 տարում նրանք այդ խնդիրներից չեն ազատվելու։ Իրենք այնքան խնդիր են ունենալու առաջիկա 5 տարում, որ ես չգիտեմ էլ ինչ է լինելու։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Ինչ վերաբերվում է ՔՊ-ի սահմանադրական մեծամասնություն չկազմելուն, պատգամավորը նկատեց, ներկայիս ազգային ժողովի գործող գումարման մեջ ՔՊ-ն չուներ սահմանադրական մեծամասնություն։ Հայաստանում խնդիր ունենալու են մենակ օլիգարխները եւ նրանց ընտրատասովշիկները։ Առաջիկա 5 տարում նրանք այդ խնդիրներից չեն ազատվելու։ Իրանք այնքան խնդիր են ունենալու առաջիկա 5 տարում, որ ես չգիտեմ էլ թե ինչ անել։ Չէ, բայց սահմանադրական մեծամասնություն չունենալը խնդիր է։ Մենք անցած գումարում էլ սահմանադրական այս գործող գումարման մեջ մենք չունենք սահմանադրական մեծամասնություն, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ այդ ընդդիմադիր թեզը, թե իբր ԿՊ-ում sense բանա, որ սահմանադրական մեծամասնություն չունեն, հիմա էլ չունենք։ Բայց դա նաև նրա համար է խնդիր, որ դուք սահմանադրական հարաքվեի հարց չեք Հարգելի գործընկերներ, սահմանադրական հանրաքվեի մասին կխոսենք, երբ որ դրա մասին խոսելու ժամանակը գա։ Բայց ես խնդրում եմ, այս օլիգարխիկ կլանի ու այս անսահմանափակ փողի մեշոկների ջախջախումը մի փորձեք դից նվաստացնել։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը անդրադարձել է խորհրդարանական ընտրություններում 20:00-ից հետո զինծառայողների քվեարկության մասին հրապարակումներին։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում գլխավոր շտաբի պետը վստահեցրել է, որ դա իրականացվել է օրենսդրության սահմաններում։ Համաձայն ընտրական օրենսգրքի պահանջների, երբ որ քաղաքացին, զինվորը կապ չունի, զինվորը նույնպես քաղաքացի է, գտնվում է ընտրատեղամասի տարածքում, թույլատրվում է նա շարունակի իր սահմանադրական պարտքի կատարումը։ Մեր զինծառայողները ընտրատեղամասի տարածքում եղել են սահմանված ժամի, այսինքն ոչ մի զինծառայող ընտրատեղամասի ուշ չի ներկայացել։ Դրա համար էլ կարող եք հարցերը տալ ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուսներին։ Հայաստանի զինված ուժերի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հերքում է պնդումները, թե վարժական հավաքները կիրառվում են որպես պատժիչ միջոց ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ նրանց համակիրների համար։ Բանակի վարժական հավաքների պետք է ընդգրկվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող Դա ոչ ոք չի մարդը, պահեստազորայինը, ով որ
ով որ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, համապատասխան նաև տարիքային շեմի մեջ է մտնում եւ իրենք հաշվառված են Հայաստանի Հանրապետության տարածքում, Երևան քաղաքում կամ մարզերում, այս կամ այն զինկոմիսարիատներում եւ նրանք պետք է հերթականությամբ կանչվեն վարժական հավաքների։ Մենք արդեն 23 թվականից սկսած անց ենք կացնում այդ 25-օրյա վարժական հավաքները, որը շատ լավ օգուտ է տալիս եւ ես թվեր չբարձրաձայնեմ, չասեմ, բայց արդեն մեծ քանակությամբ տասնյակ, մի քանի եւ ավելի տասնյակ հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել են վարժական հավաքների, կատարել են իրենց պարտքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հիմա մի րոպե, Ռուսաստանի Դաշնությունից կամ մյուս պետություններից կապ չունի, եկած քաղաքացին, ով որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ ինքը գտնում է, որ ինքը միայն Հայաստանի Հանրապետություն պետք է գա մեկ միջոցառման մասնակցելու համար, մեկ օրվա ընթացքում եւ թողնել գնալ, ես գտնում եմ, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։ Ինքը ճիշտ չի անում, այդ անձը ճիշտ չի անում։ Իսկ եթե ինքը ներկայանում է Հայաստանի Հանրապետություն, մենք ունենք համապատասխան համակարգ, չէ, հանրապետությունում, որ հաշվառվում է այս կամ այն անձը մտավ Հայաստանի Հանրապետության տարածք։ Եվ զինկոմիսարիատը իրավունք ունի, հաշվի առնելով, որ նրանք հաշվառված են եւ իրավունք ունի նաեւ նրանց ուղարկի համապատասխան թուղթ, որ իրենք էլեկտրոնային տարբերակով, որ իրենք զորակոչվում են բանակ վարժական հավաքին մասնակցելու, ես դա սխալ չեմ։ Մինչև 18 տարեկան 800 տղա առաջին 4 ամսում հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Սա խնդիր է բանակի համար։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախարարության 2025 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկվում, որպիսի բանակի վրա բացասական ազդեցություն ունեցող եւ անհավասարության նշան դնող առկա իրավիճակը լուծվի, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը պատասխանեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարների հետ կապված ունեն ինստիտուցիոնալ խնդիր։ Մենք արձանագրում ենք, որ քաղաքացիության ինստիտուտի հետ կապված ունենք խնդիրներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալը բավականին դյուրին է, չնայած մենք լսում ենք նաև հակառակ կարծիքներ, լինի մեր գործարար համայնքից, օրինակ, թե այլ օրինակ բարձր տեխնոլոգիական ոլորտից, որոնք ցանկանում են ավելի շատ մարդկանց ներգրավել եւ այս մասով ուզում են քաղաքացիության ավելի դյուրին ընթացակարգեր, այսինքն այստեղ կան երկու կարծիքներ, բայց որ քաղաքացիության մասով մենք ունենք ինստիտուցիոնալ խնդրեմ, դա շատ հստակ է։ Ինչ ենք անում այս ուղղությամբ, ոչ միայն արձանագրում ենք, այլ ինչ ենք անում այս ուղղությամբ։ Այս բանին մշակվում է միգրացիա եւ քաղաքացիության ոլորտի ռազմավարությունը, որը նաեւ վիզաների ազատականացման, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի դրույթներից մեկն է, որտեղ մենք նախատեսում ենք քաղաքացիության ձեռքբերման գործընթացի որոշակի հստակեցումներ, կարող եմ ասել նույնիսկ որոշակի բարդեցումներ, որովհետև չի կարող պարզապես այն բնակության ցենզը, որ այսօր նշված է, եւ բնակության ցենզի ստուգման եղանակները եւս կարեւոր են։ Այդ եղանակները, որոնք մենք ունենք, այս պայմաններում ուրեմն քաղաքացիության ինստիտուտի նկատմամբ հարգանք ձևավորվել, որտեղ այս դյուրությունը ինքը մեր մոտ առաջացնում է թեթև վերաբերմունք պետության համար հիմնարար ինստիտուտի նկատմամբ, որտեղ քաղաքացիության բերումով է, որ անձի մոտ առաջանում են իրավունքներն ու պարտականությունները, եւ մեր սահմանադրական դատարանը ունի նաեւ մի որոշում այս մասով, եւ որում ձևակերպում տրված է, որ ոչ միայն իրավունքներն ու պարտականությունները, այլև պատասխանատվությունը սեփական պետության հանդեպ։ 2026 թվականի փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ։ Մանրամասնում է տեսանյութը։
2026 թվականի փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որոնցից 77-ը վերաբերվել է Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին, 24-ը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, 11-ը Հայաստան կուսակցությունների դաշինքին, 61 քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 242 անձի նկատմամբ, 100 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, մասնավորապես 52-ի նկատմամբ կալանք, 48-ի նկատմամբ տնային կալանք, 120 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում 20-ի նկատմամբ վարչական հսկողություն, 100-ի նկատմամբ բացակայելու արգելք։ Բացի այդ, 19 անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 54 անձանց վերաբերյալ 14 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով։ Նույն ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծված օպերատիվ շտաբի կողմից մշտադիտարկվել են 73 լրատվական եւ 27 սոցիալական կայքերի հրապարակումներ։ Շտաբի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է առերևույթ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների հատկանիշներ պարունակող 47 ահազանգ, որից 12-ը թեժ գիծ ծառայության միջոցով։ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակելու է հետևողական պայքարը կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեմ եւ խստորեն վերահսկելու է հետընտրական գործընթացում հնարավոր իրավախախտումները։ Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել օրինականությունը, դրսևորել պատասխանատու վարքագիծ եւ զերծ մնալ ընտրական գործընթացի վրա ցանկացած ապօրինի ազդեցությունից։ Միջազգային լրահոսին ընդառաջ։ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 21-րդ փաթեթը, որը պատրաստվել է Եվրահանձնաժողովի կողմից, կթիրախավորի ֆինանսական կազմակերպություններին, էներգետիկայի եւ առևտրի ոլորտներին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով Եվրամիությունը պատժամիջոցները կտարածի եւս 31 բանկերի վրա, որոնց կարգելվի գործարքներ կատարել։ Բացի այդ, ցուցակում կընտրվեն երրորդ երկրներում 20 բանկեր, կրիպտո ընկերություններ կամ հարթակներ եւ նավթային բրոքերներ։ Բացի այդ, Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ նոր արտահանման արգելքներ կսահմանի ավիատիեզերական եւ պաշտպանական ոլորտներում օգտագործվող մետաղների եւ համաձուլվածքների նկատմամբ։ Նաև առաջարկվում է ներմուծման նոր արգելք սահմանել մի շարք ապրանքների նկատմամբ 60 միլիոն եվրո արժողությամբ։ Եվրահանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո պատժամիջոցների 21-րդ փաթեթը կներկայացվի Եվրամիության խորհրդի քննարկմանը։ Պատժամիջոցների ընդունման համար կպահանջվի բոլոր 27 անդամ պետությունների միաձայն որոշումը։ Միջազգային այլ թեմաների ծանոթացեք տեսաշարով։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը Փհենյանում կայացած բանակցություններում համաձայնության են եկել երկկողմ համագործակցության ընդլայնման եւ ռազմավարական համակարգման ամրապնդման շուրջ։ Այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով հունիսի 8-ին Կիմ Սուսան պատվավոր հյուրերի նստավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Սի Ցինփինի այցը ցույց է տալիս երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը եւ վերահաստատում է ավանդական բարեկամության եւ համագործակցության զարգացման հանձնառությունը։ Նա նաեւ ընդգծել է, որ Փհենյանը մտադիր է այսուհետ էլ ամրապնդել փոխգործակցությունը Պեկինի հետ եւ պաշտպանել մեկ Չինաստան սկզբունքը։ Սի Ցինփինն իր հերթին նշել է Հյուսիսային Կորեայի նվաճումները զարգացման բնագավառում եւ վերահաստատել է Չինաստանի անփոփոխ ուղեգիծը Հյուսիսային Կորեայի հետ ավանդական կապերի ամրապնդման համար։ Գործակալությունն ընդգծում է, որ բանակցությունները տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտում եւ դարձել են նոր ուղենիշ Փհենյանի եւ Պեկինի միջև ռազմավարական համագործակցության զարգացման գործում։ Վաշինգտոնի մոտեցումը Թեհրանի հետ բանակցությունների նկատմամբ հիմնված կլինի այն բանի վրա, թե նախագահ Դոնալդ Թրամփը ինչը լավագույն կհամարի ամերիկացիների համար, անկախ Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա խոսքով Թրամփը հավատում է, որ ներկա պայմաններում իրատեսական է Իրանի միջուկային խնդրի երկարաժամկետ կարգավորումը։ Դրա հետ մեկտեղ փոխնախագահն ընդգծել է, որ Վաշինգտոնը թերհավատորեն կվերաբերվի Իրանի հետ ցանկացած համաձայնության եւ առաջնահերթ ուշադրություն կհատկացնի մոնիթորինգին։ Վենսը ընդունել է երկարաժամկետ համաձայնագրի հասնելու դժվարությունը, բայց հայտարարել է, որ ԱՄՆ-ն դրա համար լծակներ ունի։
Ռուսաստանը եւ Բելարուսը պատրաստ են գործի դնելու բոլոր միջոցները, այդ թվում միջուկային զենքը, միութենական պետության պաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Բելարուսի զինված ուժերի եւ անվտանգության մարմինների միջև փոխգործակցության ձևերը մշտապես կատարելագործվում են։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարն ընդգծել է, որ երկրները պատրաստ են գործի դնելու բոլոր միջոցները, ներառյալ միջուկային զենքը, միութենական պետության անվտանգության ապահովման համար։ Ընդ որում փոխնախարարը նշել է ՆԱՏՕ-ի զինված ուժերի ցուցադրական եւ սադրիչ կուտակումը միութենական պետության սահմանների մերձակայքում։ Ռուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում եւ Մոլդովայում, միաժամանակ բախվելով մարտական շփման գծում արդյունավետության անկման հետ։ Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հավելելով, որ Ռուսաստանի Դաշնությունը մեկուսացված է Եվրոպայի ներսում, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այնպես որ Ռուսաստանի Դաշնությունը մենակ է։ Զելենսկին հավելել է, որ դաշնակիցների թվի կրիտիկական կրճատումը եւ միջազգային կապերի դեգրադացումը անխուսափելիորեն կհանգեցնեն ներքին հետևանքների։ Ռուսաստանի Դաշնության ներսում հասարակական կարծիքի տրանսֆորմացիան Զելենսկու խոսքով բացառապես ժամանակի հարց է։ Լիբանանի հարավային շրջաններում հունիսի 9-ին իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է 4 մարդ։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հարավային Լիբանանի Սուր քաղաքի Կարմիր խաչի կենտրոնի մոտակայքում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 8 մարդ, որոնցից 4-ը Կարմիր խաչի շտապօգնության աշխատակիցներ են։ Իսրայելական բանակը Լիբանանի հարավում գտնվող Սուր քաղաքի բնակիչներին տարհանման հրաման է տվել։ Լիբանանի Առողջապահության նախարարությունը նաև տեղեկացրել է, որ եւս 2 զոհ եւ 10 վիրավոր է գրանցվել Սաիդա շրջանում։ Երկրի հարավային Նաբատիե շրջանի վրա հունիսի 8-ի առավոտյան Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ, եւս 8-ը վիրավորվել։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա Հեզբոլահի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց մերձավոր արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3637-ի, իսկ վիրավորներինը 11188-ի։ Ֆիլիպիններում հունիսի 8-ի առավոտյան տեղի ունեցած 7.8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի, ավելի քան 20,000 մարդ տեղահանվել է, գրեթե 500 մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ հունիսի 9-ին փրկարարները ստուգել են ավերված շենքերը, համոզվելու, որ փլատակներում մարդիկ չեն մնացել։ Չնայած պաշտոնապես անհետ կորած է 4 մարդ, սակայն քաղաքացիական պաշտպանության գրասենյակը նշել է, որ մի քանի փլուզված եւ ծանր վնասված շենքեր պետք է մանրակրկիտ ստուգվեն, հնարավոր փրկվածների կամ զոհերի գտնելու համար։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մինդանաու կղզու ափին։ Շատերը հեռացել են տներից ցունամիի վտանգի պատճառով։ Ֆիլիպինների ափերին ցունամիի ալիքների բարձրությունը հասել է 1.4 մետրի։ Ափամերձ գյուղերից մեկում 6 տնակ վնասվել է։ Ավելի ցածր ալիքներ են գրանցվել Ինդոնեզիայում, Պալաուում, ինչպես նաև Ճապոնիայի հարավում։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է, որ Էբոլա վիրուսից զոհերի թիվը հասել է 111-ի։ Երկրի իշխանությունները նաև նշել են, որ զինված խմբավորումների ներկայությունը շարունակում է խոչընդոտել արձագանքման գործընթացին վիրուսի բռնկման կենտրոն դարձած շրջաններում։ Էբոլայի բռնկման մասին հայտարարվել էր մայիսի 15-ին, չնայած իշխանությունները հայտնել էին, որ վիրուսը տարածվել էր դեռ շաբաթներ առաջ, սակայն չէր հայտնաբերվել։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը հայտնել է, որ հունիսի 8-ի դրությամբ մեկ օրում հաստատվել է 35 նոր դեպք, այդ թվում 10-ը մահվան ելքով։ Այսպիսով հաստատված դեպքերի թիվը հասել է 550-ի։ Շարունակենք թողարկումը։ Էվրոսի շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Դիդի Մոտիխիոյի եւ Օրեստիադայի քաղաքապետների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման, մասնավորապես սահմանամերձ շրջանների և քաղաքների միջև կապերի ընդլայնման հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը և թրիփ նախագիծը, ընդգծելով Էվրոսի շրջանի հնարավոր դերակատարությունը տարածաշրջանային փոխկապակցվածության և առևտրատնտեսական կապերի զարգացման գործում։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկատվություն իրացրին մայրաքաղաքի պարեկների հետ, որի արդյունքում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր մեքենան պահպանվող հատուկ տարածք։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են, մանրամասնում է տեսանյութը։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին մայրաքաղաքի պարեկների հետ։ Հունիսի 8-ին ժամը 16:45-ին Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալեցին 34-ամյա օտարերկրացի տղամարդու։ Իր վարած Hyundai Magnich մեքենայով հանդերձ նա տեղափոխվեց համայնքային ոստիկանության բաժին։ 34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր 10 գրամ բյուրեղանման զանգվածով 8 փաթեթ։ Ըստ օտարերկրացու փաթեթներում կրիստալ տեսակի թմրամիջոց էր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, մեքենան պահպանվող հատուկ տարածք։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կիրականացվի հերթական տարանցիկ մատակարարումը։ Բելաջարիի կայարանից կուղարկվի 12 վագոն պարարտանյութ, 828 տոննա ընդհանուր քաշով և 6 վագոն ածուխ 414 տոննա ընդհանուր քաշով։ Նշենք, որ մինչև օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է ավելի քան 29,000 տոննա հացահատիկ, ավելի քան 6,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։ Ագարակ մաքսային անցման կետում Իրանից մուտք գործած բեռնատարի մաքսային զննության արդյունքում մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերել են չհայտարարագրված բնական մազեր։ Հայաստանի Հանրապետության ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ խցիկում առկա բարձերի միջից հայտնաբերվել են 143 կապ բնական մազեր 26 կիլոգրամ քաշով, պատմում է տեսանյութը։ Ագարակ մաքսային անցման կետում Իրան Իսլամական Հանրապետությունից մուտք գործած բեռնատարի մաքսային զննության արդյունքում մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերել են չհայտարարագրված բնական մազեր։ Խցիկում առկա բարձերի միջից հայտնաբերվել է 143 կապ բնական մազ 26 կիլոգրամ քաշով։ Ոչօրինական ճանապարհով բնական մազերի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերվածը առգրավվել։ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու նկատմամբ պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները կազմել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։ Նշենք, որ վերջին շրջանում նմանօրինակ դեպքերի աճ է նկատվում։ Տարեսկզբից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված բնական մազերի ներկրման 11 դեպք։ Փորձ է արվել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ներմուծել ընդհանուր 621 կապ մոտ 136 կիլոգրամ բնական մազ։ Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց կոչ է անում խստորեն պահպանել մաքսային օրենսդրության պահանջները, հայտարարել սահմանով տեղափոխվող ապրանքները և զերծ մնալ մաքսային հսկողությունից ապրանքներ թաքցնելու կամ չհայտարարագրելու փորձերից։ Եվ վերջում եղանակի մասին։ Հունիսի 9-ից 13-ը գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 9-ին և 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Այսքան այս թողարկման համար, իսկ դուք բաց չթողնեք ապդեյթ վերլուծականը անմիջապես թողարկումից հետո։ Հաջողություն։